Գենդերային թեմատիկ խումբը քննարկում է գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարության 2025 թվականի կատարողականը։ Գենդերային ընդլայնված թեմատիկ խումբը դա մի հարթակ է, որտեղ Հայաստանում գործող բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետևողականորեն աշխատում են կանանց իրավունքների ոլորտում, փորձում են համատեղել իրենց ջանքերը, համակարգելու իրենց աշխատանքները եւ նաեւ միասին անդրադառնալու խոչընդոտներին եւ համագործակցության հնարավորություններին։ Գենդերային ռազմավարության 2025 թվականի տարեկան զեկույցով կարևորվել է հատկապես մարզաբնակ կանանց ներգրավվածության բարձրացումը որոշումների կայացման գործընթացում։ Ուրախությամբ նշեմ, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ձևավորված են մարզպետներին կից գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովները, որոնք ունեն իրենց տարեկան պլանները եւ առաջնահերթությունները 2026 թվականի համար։ Սա առանցքային է գենդերային հարցերը ազգային մակարդակից զատ նաեւ համայնքներ եւ մարզեր տեղափոխելու համատեքստում։ Տեսանելի արդյունքներ են արձանագրվել մասնագետների կարողությունների զարգացման ուղղված աշխատանքներում։ 1000-ից ավելի սոցիալական ոլորտի մասնագետներ, 1500-ից ավելի վերապատրաստված ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ եւ թեմաները ներառում են ոչ միայն գենդերային հավասարությունը, այլ նաեւ խտրականության դեմ պայքարը, հասարակության մեջ առկա կարծրատիպերի հաղթահարումը եւ որպես այդպիսին շատ կարեւոր մի ուղղություն պայքարը գենդերային բռնության կամ ընտանեկան եւ կենցաղային բռնության դեմ։ Եվրոպայի խորհուրդը կարևորում է գենդերային հավասարությունը եւ կանանց աջակցությունը որպես կառույց, որը աջակցել է Հայաստանի Հանրապետության ազգային գենդերային հավասարության ստրատեգիայի ռազմավարության մշակմանը պատրաստական ենք մնում եւ հասանելի ենք մնում աջակցություն տրամադրել նաեւ այս ռազմավարության իրականացման ընթացքում։ Քննարկմանը մասնակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց տեսակետը հայտնեցին կատարված բարեփոխումների նաեւ ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ Կանայք տարբեր են, իրենց հիմնախնդիրները տարբեր են եւ ամենամեծ քայլը, որ մենք փորձում ենք անել, ցույց տալ, որ բոլոր ծառայությունները նաեւ պետք է լինեն ապակենտրոնացված, համայնքային եւ նաեւ կարիքահենք մարտակենտրոն, որովհետև շատ ծառայություններ չեն հասնում շատ գյուղաբնակ կանանց, շատ կանայք, ովքեր գտնվում են ավելի խոցելի իրավիճակներում եւ մեր նպատակն է, որպեսզի ջատագովել, որպեսզի ծառայությունների մեծ շրջանակ լինի խելամիտ հարմարեցումներում, որից օգտվեն շատ ավելի շահառուներ։ Ներկաները վստահ են այս քննարկումները նպաստում են գենդերային ռազմավարության իրականացման աշխատանքներին, նաև խթանում կանանց հավասար մասնակցությունը համայնքային զարգացման գործընթացում։ Նարեկ Ոսկանյան, Էդգար Դավթյան, Լուրեր։